Ղազախստանի նախագահն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Աստանայում գտնվող Ադրբեջանի նախագահին երկկողմ օրակարգի հարցերից բացի անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին։ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նոր փուլ է սկսվել՝ խաղաղության փուլ։ Վերջին բախումներից 2 տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ քաղաքական կամքի զգալի մակարդակ են ցուցաբերել։ Եվ իհարկե Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերը արժանի է ամենաբարձր գնահատականի։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը ըստ էության վերջ դրեց երկարամյա հակամարտությանը։ Այն զարգացման մեծ հեռանկարներ է բացում, այդ թվում եվրասիական մայրցամաքի մակարդակով։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը եւս ողջունել է Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները, դրանք որակելով պատմական։ Անկասկած երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները գործակցության նոր հորիզոններ են բացում ամբողջ տարածաշրջանում եւ կարծում եմ նաեւ դրանից դուրս։ Նախագահները Հարավային Կովկասին են անդրադարձել նաև երկկողմ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ Ալիևը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Թրամփի ուղղագործարկումը զգալիորեն կընդլայնի տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ կարողությունները։ Նրա կարծիքով հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ արդեն 2028 թվականի վերջին։ Թրիփի նախագիծը Վաշինգտոնյան գագաթնաժողովի նվաճումներից մեկն է։ Նախագահ Թրամփը դրան տվել է իր անունը, հետևաբար այն միանշանակ կյանքի կկոչվի։ Այսպիսով բացվում է միջին միջանցքի եւս մեկ երթուղի։ Մեր երկրների տարածքներով Ասիա-Եվրոպա բեռնափոխադրումների ներուժն ավելի կմեծանա։ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Նրա խոսքով առաջին նման տարանցման օրինակն է ղազախական հացահատիկի տեղափոխումը Հայաստան։ Ալիևը շեշտել է, այս քայլը ցույց է տալիս, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն խաղաղություն է ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում։ Դիանա Գասպարյան, լուրեր։